Բարև ձեզ, հարգելի պարոն Գրիգորյան, հարգարժան տեսփաններ եւ հարգարժան գործընկերներ։ Ես կներկայացնեմ այսօր զեկույցային հատվածը, որը վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացին եւ արդյունավետության գնահատմանը։ Հիմնական, ինչպես գիտեք, մեզ Հայաստանում երկու հիմնական փաստաթղթերով է նախատեսված այն հիմնական ուղղությունները եւ տեսլականը, որով Հայաստանն իրականացնում է այս ոլորտում բարեփոխումներ եւ գործողություններ, դրանք կառավարության ծրագիրն է եւ Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը 2023-2026 թվականների համար։ Եվ ըստ այդմ նաև զեկույցը կներկայացնեմ այն հիմնական ոլորտների ներքո, որոնք նախատեսված են ռազմավարության շրջանակներում։ Առաջինը ես կսկսեմ կոռուպցիայի կանխարգելման ոլորտից։ Ինչպես գիտեք, 5 ոլորտներից մեկը զեկույցի շրջանակներում վերաբերվում է հենց կոռուպցիայի կանխարգելմանը, այստեղ հանձնաժողովի կողմից նախորդ տարվա ընթացքում մշակվել եւ ներդրվել են թվային վիճակագրության վարման գործիքներ, հայտարարագրման համակարգի զարգացման ուղղությամբ են իրականացվել որոշակի քայլեր, այդ թվում նաեւ հայտարարատու անձանց շրջանակի մեծացման ուղղությամբ, կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում եւս առաջընթաց կա նախատեսված եւ իրականացվում է նաեւ այս շրջանում, բայց իհարկե չնայած այս զարգացումներին կանխարգելիչ համակարգում դեռևս բախվում ենք մի շարք էական մարտահրավերների եւ իհարկե առաջինը ես կմատնանշեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության եւ արդյունավետության հարցը, որը դեռևս շարունակում է մնալ առանցքային խնդիր։ Դիցուք օրինակ կհիշեք վստահաբար հանձնաժողովի անդամների ընտրության ընթացակարգերն են։ Ընտրության համար մենք նախկինում բախվեցինք մի քանի անգամ ընդ որում այնպիսի իրավիճակի, երբ ընտրության համար ստեղծված մրցութային խորհուրդը համարվելով այս գործընթացի կարևորագույն բաղադրիչ, որն անցկացնում է մրցույթը կատարում ընտրություն թեկնածուների եւ ներկայացնում ազգային ժողովի հաստատմանը, սակայն ազգային ժողովի մեծամասնությունը որոշում է չմասնակցել քվեարկությանը, այսպիսով ոնց որ ամբողջ process-ը նորից պիտի սկսվի զրոյից, թափանցիկության հարցեր են առաջ գալիս, բաց քվեարկության գործընթացը ցավոք սրտի ձևականացնում է, ունենում ենք մի իրավիճակ, երբ հանձնաժողովը եղել է դեպք, երբ գործել է 5 անդամի փոխարեն 3-ի կազմով, չեմ խոսում այն մասին, երբ որոշումներ ընդունելու ընթացքում պատկերացրեք, եթե քվորում չլիներ կամ այսինքն ոչ թե քվորում, այլ ձայների համապատասխան մեծամասնություն չլիներ, փաստացի ստացվում էր, որ հանձնաժողովը պարալիզացված էր եւ չէր կարող որոշումներ ընդունել։ Այս գործընթացում ես իհարկե կարևոր այն նախագիծը եւ նախաձեռնությունը, որ նախարարությունը մշակել է մրցութային խորհրդում քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության մասով, բայց այստեղ եւս պետք է լուրջ իրավական ուրեմն համապատասխան կարգավորումներ նախատեսել, որոնք որևէ կերպ չեն թողնի, այլ հակառակը կբացառեն ցանկացած շահերի բախման կամ փոխկապակցվածություն ընտրությունների կազմակերպման ընթացքում։ Կանխարգելման ոլորտի հաջորդ խնդրահարույց կետերից է հանձնաժողովի կողմից տրամադրվող բարեվարկության խորհրդատվական եզրակացությունների հրապարակումը, ընդ որում սա ոչ միայն մենք ենք մատնանշում, նաև ՏՀԶԿ-ն է նշել իր Հայաստանի 5-րդ փուլի գնահատման զեկույցում, ինչպես նաև այս մասին է խոսել նաև GRECO-ն, երբ անդրադարձել է Հայաստանի համապատասխանության գնահատմանը, նշելով, որ դատական իշխանության անկախության, քննիչների, դատախազների նշանակման գործընթացում եւ նրանց բարեվարկությունը գնահատելիս միշտ չէ, որ հանձնաժողովի եզրակացությունները հաշվի են առնվում, ավելին եղել են դեպքեր, երբ անձանց բարեվարկության մտահոգություններ առաջացնող եզրակացություններ ունեցող նաև անձիկ պաշտոնի են նշանակվել։ Ընդ որում այս կետը եւ այս թեզը կարևոր է ոչ միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սեփական հաշվետվողականության եւ նաեւ թափանցիկության ապահովման տեսանկյունից, այլև հանրային վստահության եւ հակակոռուպցիոն գործիքակազմի ամբողջական արդյունավետության համար։ Նվերների ռեեստրի մասով եւս մեծ աշխատանքներ է տարվել եւ կարելի է ասել օրենսդրությունը համապարփակ կարգով ներդրված է, իհարկե որոշակի շտկումների անհրաժեշտություն դեռևս առկա է, նաեւ պաշտոնատար անձանց կողմից ինքնուրույն նվերների գնահատման
հնարավորությունը, մեթոդաբանությունը, որպես այդպեսին պետք է վերանայել եւ նախատեսել կոնկրետ ստանդարտներ, բայց այստեղ խնդիրը որպես այդպեսին, որ դեռևս արկախված է էլեկտրոնային գրանցամատյանի արկայության մասին է, երբ պետք է ժամանակակից գրանցամատյաններ ներդրվեն, բայց ցավոք սրտի դեռևս Excel ձևաթղթի միջոցով է որպես այդպեսին վարվում նվերների ռեեստրը։ Հաջորդ ես նաև հաշվի առնելով ժամանակի սահմանափակումը կցանկանամ մի քանի խոսքով խոսել նաև հակազման ոլորտում տեղի ունեցող ուրեմն փոփոխությունների եւ իրավիճակի մասին։ Իհարկե այստեղ եւս կսկսեմ հակակոռուպցիոն կոմիտեի եւ առաջինը որպես այդպիսին անկախության հիմնախնդիրները։ Եվ կրկին անգամ սա ոչ միայն մենք ենք որպես այդպիսի ներկայացնում եւ վերհանում, սա նաեւ ՏՀԶԿ նորից Հայաստանի 5-րդ փուլի գնահատման զեկույցն է ընդգրկել, նշելով, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության ներկայիս համակարգը որպես այդպիսին թույլ է տալիս կառավարությանը կատարել հայեցողական որոշում ընտրելով մրցույթի արդյունքում 3 թեկնածուներից մեկին առանց որևէ պարտավորության ընտրել առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներին, բայց կրկին անգամ եթե մենք խոսում ենք նորից անկախության երաշխիքների մասին եւ անկախության ապահովման մասին, այստեղ նորից պիտի հիշեմ նախորդ տարի տեղի ունեցած պաշտոնանկությունը ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի, երբ վարչապետի խնդրանքով կոմիտեի նախագահը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին ներկայացրեց դիմում պաշտոնից ազատվելու եւ որպես այդպիսին մեր կազմակերպությունը գնահատական է տվել այս կոնկրետ իրավիճակին, բայց այս մտահոգությունները պատշաճ հավուր կերպով չեն արժանացել նաեւ կառավարության կողմից համապատասխան արձագանքի, այսինքն հանրությունը նաեւ պահանջում էր արձագանք որպես այդպիսին կառավարությունից, բայց այս մասով մենք ոնց որ չստացանք այն պատասխանները, որ որպես հանրություն դրա կարիք ունենք։ Հաջորդը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման մասին է խոսքը։ Ինչպես գիտեք, 25 թվականի Սահմանադրական դատարանը որոշում է տրամադրել Եվրոպայի խորհրդի կողմից ներկայացրած ուրեմն խորհրդատվական կարծիքի հիման վրա եւ ներկայումս նախարարությունը այս տարվա ընթացքում պետք է օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակի ընտրելով կառավարող մոդելը ապօրինի ծագում ունեցող գույքի մասով։ Ազդարման համակարգի մասով պետք է ասեմ, որ բավական լուրջ առաջընթաց է տեղի ունեցել անցած տարվա ընթացքում այն ոլորտներից էր, որտեղ համախմբվեցին եւ բոլոր իրավասու մարմինները եւ քաղաքասարակության կազմակերպությունները եւ միջազգային կազմակերպությունները եւ համատեղ իրականացվեց հանրապետական արշավ, որի շրջանակներում կարելի ասել տարբեր թիրախային խմբեր ներգրավեցին եւ տարբեր ուղղություններով իրականացվեց արշավը, ինչպես իրազեկման, այնպես էլ կրթական մակարդակով, փորձելով նաեւ հնարավորինս կոտրել կամ նպաստել այն կարծրատիպերին, որ ցավոք սրտի հանրության շրջանում առկա է այս ինստիտուտի վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կրթության մասին այստեղ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ իրականացրել են որոշակի քայլեր եւ իհարկե ուրախությամբ պիտի նշենք, որ սա առաջին ռազմավարությունն էր, որտեղ բավականին լուրջ հիմքերի վրա էր դրված հակակոռուպցիոն կրթությունը ներառելով գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները եւ նաեւ մեր կազմակերպությունը երբ իրականացնում էր ընդամենը վերջերս նաեւ զեկույցը հրապարակվեց հակակոռուպցիոն ռազմավարության հասարակական մշտադիտարկում բոլոր ուղղություններով նաեւ ուսումնասիրել եւ գնահատական տվել եւ նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտում իրականացրել են համապատասխան ուրեմն դասընթացների ներդրում, դրանք կլինեն պարտադիր թե կամ ընտրական, ամեն դեպքում այս մեխանիզմները ներդրվել են, իհարկե այստեղ եւս որոշակի բարելավումների անհրաժեշտություն կա, այդ թվում նաեւ այս process-ների ազդեցության գնահատման մասով, հա, թե որքան են ներդրված գործիքները այդուհանդերձ նպաստել այն հիմնական նպատակին, որի համար դրանք նախատեսված են ռազմավարության շրջանակներում։